Հաշվեհարդար Նոր բազմասերիանոց կրիմինալ դրամայի պրեմիերան Armflix կինոհարթակում։ Ապրիլի 17-ից Armflix-ի բաժանորդները կարող են դիտել չափազանց հետաքրքիր սյուժեով, գերլարված իրադարձություններով եւ ինտրիգային էպիզոդներով հագեցած հաշվեհարդար քրեական դրամա։ Մի քանի ամիս շարունակ տևած հաշվեհարդար քրեական դրամայի նկարահանումները արդեն ավարտված են։ Բարդ նկարահանումներ, դերասանական պրոֆեսիոնալ խաղ, ստեղծագործական տքնաջան աշխատանք, անսպասելի սյուժետային գծեր եւ վերջում փայլուն արդյունք քրեական դրամայի ժանրում։ Սերոփը նկատի ունին, որ նման բաները մեր աշխարհում չի ներվում։ Ու եթե ներեինք, կմտածեին, որ թուլացել ենք։ Ու փողոցներում էլի արունք թափեր, բա այդ ձեզ պետք է։ Բայց հիմա դուք եք արյուն թափում։ Հալավ խնդիրը որն է։ Մի երկու կոպեկ դեմը գցենք, թող բերանը փագի։ Ձեզանից մեկը պիտի նստի։ Ու այն շիստյորկաներից չէ։ Ավտարից հետ։ Գլխավոր պրոդյուսեր Ռոբերտ Օղլաղչյան, ռեժիսոր Հովհաննես Ղազարյան, պրոդյուսեր գեղարվեստական ղեկավար Սերգեյ Հայրապետյան, սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյան, օպերատոր Էդգար Գրիգորյան, ձայնային օպերատոր Մնացական Ղազարյան, երկրորդ ռեժիսոր Նունե Մանուկյան, ռեժիսորի օգնական Մարիետտա Հովհաննիսյան։ Դերերում Վարուժ Մարգարյան, Արսեն Լևոնյան, Սերգեյ Վարդանյան, Ռոզի Ավետիսովա, Թամարա Գևորգյան, Թերմինե Խաչատրյան, Վարդան Գևորգյան, Հայկ Դարփինյան, Դիաննա Գրիգորյան, Աշոտ Փանոսյան եւ ուրիշ հայտնի սիրված դերասաններ։ Ինքը կրիմինալ սերիալ է, ես խաղում եմ Արամի կերպարը ու ինքը բացասական կերպարը։ Ես ճիշտ է փորձում եմ իմ կողմից դերական բաներ դնեմ իր մեջ ու ինձ թվում է դա կանեմ, Աստված առաջ երևի կստացվի։ Չգիտեմ, ինքը հիմնականում բացասական է, չար, ինչ որ տենց։ Այդ մնացածը թողում եմ արդեն հեռուստադիտողի դատին։ Կերպարը ինքը իր էությամբ ոնց որ ընտանիքի հայրը, ծնողը, ոնց որ մնացած ծնողները, հա, իր զգացմունքներով եւ այլն, բայց իր ապրած կյանքի բերումով այնպես է ստացվում, որ ինքը իր հարազատ մարդկանց ոնց որ ոչնչացնում է։ Ու այդ հերոստասերիալի մեջ իր այդ դրաման է ոնց որ ցույց տալիս, ոնց է ինքը վերապրում։ Այս կերպարը շատ ուրիշ մոտիվներով է ինքը իր վրա լուծում, լրիվ ուրիշ քայլերով, լրիվ ուրիշ ձևաչափով կարելի է ասել, ու շատ ավելի հետաքրքիր ձևաչափով ըստ իս ու իմ համար անկեղծ հետաքրքիր է միշտ եղել sense կերպար մարմնավորել, որովհետև ու երբ որ պարզ է, երբ որ մի հստակ մի գերխնդիր ունի, օրինակ քո կերպարը դու գիտես, որ դա է անում ու տենց ուղիղ գնում է հենց դեպի այդ ճանապարհով ուղիղ գնում է դեպի այդ նշանակետը, մի քիչ անհետաքրքիր է դառնում, որովհետև դու գիտես, որ ինքը էսա է, ոնց որ արդեն կանխատեսելի է դառնում իր քայլերը, իսկ երբ որ անկանխատեսելի է այդ մարդու քայլերը ու դու չգիտես թե լավ բա էլ ինչ կար անի, էլ ինչ է ընդունակ, այդ ավելի է հետաքրքրացնում թե այդ կերպարի մարմնավորելը, թե հեռուստադիտողի տեսանկյունից այդ կերպարի քայլերին հետևելը, էլի։ Իմ կերպարի ասելիքը մեսիջը այն է, որ ցանկացած խնդրի դեպքում, ցանկացած լուրջ խնդրի դեպքում ամենախելոք, ամենահամեստ, ամենաիրենից վտանգ չներկայացնող մարդը, երբ որ որոշում է պայքարել եւ գիտի թե հանուն ինչի է պայքարում, ընդունակ է ամեն ինչի։ Կապիտան եմ, քննիչ, առաջին անգամ եմ ոստիկանի կերպար խաղում ու շատ հետաքրքիր է, շատ մտածելու եւ խաղալու տեղեր ունենք որպես դերասան։ Armflix-ում շատ եմ նկարահանվել մի քանի սերիալներում, Աշոտ Տեր-Մաթևոսյան production-ում, հիմա արդեն մենք հոլդինգի հետ ենք աշխատում ու շատ գոհ եմ, շատ լավ է, պրոֆեսիոնալ անձնակազմ է ու բոլորից բարի ընթացք։ Մի շատ կարևոր բան եմ ուզում ասել հենց սցենարի մասին, որ գրված է առանց ժարգոնի, ինչ շատ կարևոր է, առանց հայրուսական ավելորդ բառաբարդումների, կրիմինալ դրամա, շատ հետաքրքիր, էմոցիոնալ, շատ զգացողությունները հաստատ տպավորիչ են լինելու հեռուստադիտողի համար։ Մարդ է իմ կերպարը, մի տղա, ով որ նախ Հայաստան է եկել հայրենիքին ծառայելու համար, իր գիտելիքները ու փորձը
ծառայեցնելու հայրենիքին, զարգացնելու հայրենիքը, ու մի կարևոր բան կա, որ իր համար չկան, այսպես ասած, կարծրատիպեր, որ վատ առումը որևէ մեկը եթե ավտորիտետ է, ուրեմն ինքը ճիշտ է։ Ինքը ունի ազնվության հանդեպ իր տեսլականը, իր մոտեցումը, ու ինքը կարծում է, որ պետք է ամեն ինչ անել, որ ազնվությունը հաղթի, ոչ թե որևէ մեկի փողով կամ ուժով կամ ապօրինի ունեցած իշխանությունը։ Հաշվեհարդար ֆիլմը մի տղայի մասին է, որ 2000-ական թվականներին զոհ է դարձել քրեական աշխարհի ապօրինություններին։ Երկու ընկերների՝ Սերոփի եւ Դավիթի երբեմնի վաղեմի ընկերությունը խզվում է, որովհետեւ Սերոփը այլ պլաններ ունի ընկերոջ հաշվով։ Սերոփը լուր է ստանում, որ Դավիթը դավաճանել է իրեն, չխորանալով մանրամասների մեջ իր ձեռքով գնդակահարում է նրան, ապա հրամայում ոչնչացնել Դավիթի ողջ ընտանիքը, վախենալով հետագա վրեժից։ Սերոփի մարդիկ ներխուժում են Դավիթի տուն, իսկ հետո ընտանիքից փրկվում է միայն Ավետը, ով 20 տարի անց սրտում վրեժի կրակը կրելով վերադառնում է մեղավորների ու հաշվեհարդարի հետևից։ Նա չի ուզում պարզապես վրեժ լուծել Սերոփից, այլ ուզում է քանդել Սերոփի ամբողջ կայսրությունը, ոչնչացնել նրան քայլ առ քայլ, քանդելով ոչ միայն Սերոփի աշխարհը, այլ նաև բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի մասնակցություն են ունեցել իր ընտանիքի ոչնչացման հարցում։ Հետագայում տեղի է ունենում ամենաանսպասելին, մի բացահայտում, որը Ավետին կանգնեցնում է կյանքի ամենադաժան ընտրության առաջ՝ վրեժը թե սեփական արյունը։ Ֆիլմի սցենարին քրեական դրամային բնորոշ մոտիվներից բացի միահյուսվում են սիրային հույզերն ու արդարության հասնելու գաղափարը։ Այսպիսի հետաքրքիր գերլարված ընթացք ու հանգուցալուծում է ունենալու ֆիլմը։ Բաժանորդագրվեք Armflix կինոհարթակին եւ դիտեք հաշվեհարդար բազմասերանոց քրեական դրաման առաջինը։ Armflix